Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ հարձակումն արգելելու մասին այն բանից հետո, երբ ամերիկյան կողմը Իրանից առաջարկությունների նոր փաթեթ է ստացել։ Կա լավ հնարավորություն բանակցության եւ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման համար, մայիսի 18-ին ասել է Թրամփը։ Թրամփի ուղերձը հնչում է մի փուլում, երբ միջազգային փորձագետները սկսել էին շատ բարձր գնահատել Իրանի դեմ նոր հարձակումների վտանգը։ Ընդամենը կիրակի Թրամփը զգուշացնում էր Իրանի համար ժամանակն ավարտվելու մասին, իսկ դրանից առաջ էլ նա բացարձակ անընդունելի էր համարել Իրանի ուղարկած նախկին առաջարկները։ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման մասին Թրամփի հիշատակումն ուշագրավ էր։ Բնույթով երկիմաստ ուղերձը տարբեր կերպ կարելի է հասկանալ՝ ընդհուպ խնդրի հարցում դիրքորոշման մեղմացում, կամ խոսք է գնում ուրանի նվազագույն հարստացման շուրջ համաձայնության, կամ էլ միջուկային գործունեության ժամանակավոր դադարեցման մասին։ Կան քննարկումներ անգամ 20 տարով Իրանի միջուկային գործունեության դադարեցման, միջուկային կայանների փակման եւ հարստացված ուրանի դուրսբերման հավանականության մասին։ Այնինչ իրանցի անանուն պաշտոնյաներից մեկը Reuters-ին վստահեցրել է, որ ամերիկյան կողմը համաձայնել է միջազգային վերահսկողությամբ միջուկային գործունեությանը, ինչպես նաև իրանական սառեցված հաշիվների մի մասի ապաբլոկավորմանը։ Անկախ կողմերի դիրքորոշումներից փաստ է, որ գլխավոր հարցերից մեկը միջուկային խնդիրն է, որի հարցում ամերիկյան կողմը ձգտում է արմատապես փոխել ծրագրի ընթացքը։